2018 թվականից անդրադառնում եմ ես և ինձ հետ նաև շատերը հարցին, թե ինչ վտանգներ են մեզ սպասում, և ամեն անգամ արձանագրում ենք ցավով, որ դրանք իրականացել են, ու ամեն հաջորդ վտանգը ավելի սարսափելի է լինում։ 2021-ին ասում էինք, որ եթե Նիկոլը մնա, ավելի մեծ վտանգ է սպասում, քան պատերազմում պարտությունը։ Հակադարձում էին դրանից այն կողմ ինչ վատ բան պետք է լինի։ Մնաց ու կորցրինք Արցախը, Հայաստանն էլ մազից է կախված։ 2018 թվականի տարեմուտին մարդկանց մի մասը մաղթում էր, որ հաջորդ ամանորին Փաշինյանով չդիմավորենք։ 2019-ին ավելի շատ թվով մարդիկ էին ցանկանում դա։ Այսօր գրեթե բոլորը մինուս մի խմբակ։ Եվ ուրեմն մաղթում են, որ գալիք տարում իրականացվի այդ թեզը։ Կա հնարավորություն արժանապատվության վերականգնման։ Հումոր է դարձել Իտալիայի վարչապետի խոսքը, որ անցնող տարին դժվար էր բոլորիս համար, բայց մի անհանգստացեք, հաջորդ տարին ավելի վատ է լինելու։ Եթե սրանք մնացին, մեզ համար երաշխավորված է հաջորդ բոլոր տարիների վատ լինելը։